Դուք ասացիք, որ այլևս վճռական փոփոխությունների ժամանակահատվածն է, որովհետև քաղաքացիների մի մասին բանտարկում են, մյուս մասին զոմբիացնում, վճռական ինչ փոփոխություններ դուք կարող եք անել եւ դրա համար անհրաժեշտ ռեսուրս արդյոք ունեք թե չէ, թե օրինակ հետագայում պատկերացնում եք, որ կարող են լինել եւ նախընտրական եւ հետընտրական Իրականում ռեսուրսը այն մարդկայինն է ամենակարևորը, եթե կա մարդկային ռեսուրս, կա միտք, կա գաղափար, մնացած բոլոր անհրաժեշտ ռեսուրսները ըստ ինձ կհավաքվի, եթե ֆինանսականն է վերաբերվում, եթե կա մարդ եւ կա ասում միտք, մնացած բոլոր հարցերը լուծելի են։ Նախընտրական եւ հետընտրական process-ների մասին այս պահին միանալու առումով չենք մտածում, որովհետեւ եթե միան մտածենք այդ ուղղությամբ, ուրեմն մեր նախաձեռնությունը անիմաստ է։ Մենք անելու ենք մեր աշխատանքը, առաջի քայլը լինելու է բազմաթիվ, ունակ եւ երկրի մասին մտածող մարդկանց մեր process-ների եւ մեր խմբի մեջ մտցնելը, արդեն բազմաթիվ մարդիկ մոտ 400-ից ավել անձիկ եկել էին, հաջորդ քայլում կգա նախընտրական, իրական նախընտրական ժամանակաշրջանը, գարունը եւ այն կախված նրանից, թե մենք ինչ արդյունքների ենք հասել, սոցհարցումների, մարդկանց մոտ մեր գաղափարների ընկալման տեսանկյունից, այդ ժամանակ որոշումը կայացվի կոնկրետ ընտրություններին ինչպես մասնակցել, բայց այս պայմանությամբ երբեք չենք մտածում, ինչ որ մեկ հետ պետք է միավորվեն կամ նպատակը դա չի։ Նպատակը ինքնուրույն, կայուն եւ ոչ միայն կարճաժամկետ, այլ երկարաժամկետ Հայաստանում փոփոխություն բերող եւ կառուցվածքային քաղաքական կառուցված ստեղծող ուժի ստեղծումն է։ Իսկ բանտարկվելու հեռանկարը չի անհանգստացնում, հաշվի առնելով նաեւ այն, որ որոշակի ժամանակ այնուամենայնիվ իրենց հետ աշխատել եք եւ կարող են, չգիտեմ, կամ կոմպրոմատներ ունենալ, կամ ինչ որ մի օր ախտանաք եւ տեսնեք ինչ որ քրեական գործում եք ներառված։ Դե ներկա պայմաններում քրեական գործ առաջադրելու համար մի քանի բառը ամբողջությամբ բավարար են, փորձը ցույց է տալիս, այսինքն բոլորը այդ վտանգի տակ են, բայց վախենալ ասելը ոչ մեկին հաճելի չի իհարկե բանտարկվելը, բայց եթե մենք մեր անձը չենք կարող նույնիսկ վախում ենք բանտարկությունից, ուրեմն մենք քաղաքացիություն անելիք չունենք։ Այսինքն եթե ուզում ես մի հատ իրական փոփոխություն բերես, մարդիկ հանուն Հայաստանի Հանրապետության իրենց կյանքը նվիրաբերեցին, իրենց երեխաների կյանքը, եթե մենք չենք կարող տրամադրենք մեր ժամանակը, ուրեմն կամ առավելագույնը կարող են մեզ անել բանտարկել, ուրեմն մենք ինչ գործ ունենք ստեղ եւ ինչ գործ ունենք հանրայինի մասին մտածելու։ Պետք է մեր անձնականով ուրեմն զբաղվենք։ Եթե զբաղվում ենք, ուրեմն այդ բոլոր ռիսկերը հաշվի առնելով, բայց գտնում ենք, որ արժի այն process-ը, որին մասնակցում ենք, որ մենք այդ ռիսկերի գնանք։ Իսկ կոմպրոմատների кейս ունեն ձեր դեմ, կարող են ունենալ ձեր դեմ։ Ես ասացի կոմպրոմատների, ես իմ կյանքով ես վստահ եմ, որ երբևէ ես հակաօրինական արարք չեմ արել, իսկ այն ինչ որ ասում կոմպրոմատների տեսանկյունից փաստ Սամվել Կարապետյանի դեպքը ձեզ վկա, որ որևէ խոսքի համար ձերբակալել են ու երկար ժամանակ պահում են Հայաստանի Հանրապետությունում, չգիտեմ, բարձրաձայն են թե չէ, որ կարող եք նույնիսկ հարցումներ անցկացնել բազմաթիվ մարդիկ, ովքեր թմրանյութերի վաճառքի համար ձերբակալված մարդիկ դատանի որոշմամբ տնային կալանք են կրում, հստակ եմ ասում, ես մի քանի օրինակներ գիտեմ ու մեծ քանակի թմրանյութերի պատճառով մարդիկ կան ու մարդիկ, ովքեր խոստովանել են իրենց մեղքը, նման մարդիկ տնային կալանքում են, կան մարդիկ, ովքեր վաճառքով զբաղվում են, կան մարդիկ, ովքեր սպանության հոդվածով են մեղադրվում եւ նույնպես խոստովանել են, ելի գտնում են տնային կալանքում, բայց մարդ, որը խոսքի համար, չգիտեմ, մեր հոգեվորականները, մեր գործարարները, այսինքն այս ամենը կա, բոլորս այդ ամենին տեղյակ ենք եւ տեսնում ենք։ Շնորհակալություն ձեզ։